Կյանքում լինում են պահեր, երբ աղոթում ես, սպասում, հավատում, բայց պատասխան չկա, լռություն է, եւ այդ լռությունը երբեմն ավելի ծանր է, քան ցանկացած փորձություն։ Հարցեր են առաջանում, ինչու չի պատասխանում, միթե չի լսում, միթե մոռացել է, բայց Աստվածաշունչը ցույց է տալիս մի կարևոր ճշմարտություն. Աստծո լռությունը երբեք մերժում չէ։ Շատ պատմություններում Աստված լռում է, բայց գործում է։ Երբ թվում է ոչինչ չի փոխվում, իրականում ներսում ինչ-որ բան է ձևավորվում՝ համբերություն, հավատ, վստահություն։ Լռությունը հաճախ ժամանակ է, ժամանակ պատրաստվելու, ժամանակ հասունանալու, ժամանակ հասկանալու, թե ինչն է իսկապես կարևոր։ Աստված չի ուշանում, նա գործում է իր ժամանակով, եւ երբ պատասխանն ի վերջո գալիս է, պարզ է դառնում, որ սպասումը պատահական չէր, որ լռությունը դատարկ չէր, այն լցված էր աշխատանքով, որը չէր երևում աչքով, բայց փոխում էր ներսը։ Աստծո լռությունը վստահության փորձ է։ Կկարողանաս հավատալ, նույնիսկ երբ չես տեսնում, կկարողանաս սպասել, նույնիսկ երբ չես հասկանում։ Եվ հենց այս պահերին է ձևավորվում ամենախորը հավատը, ոչ այն հավատը, որը կախված է արդյունքներից, այլ այն հավատը, որը մնում է լռության մեջ, որովհետև երբ Աստված լռում է, նա չի հեռանում, նա աշխատում է, պարզապես լուռ։